Հարգելի հայրենակիցներ, արդեն մի քանի օր է բոլորիս գլուխը տանում են իշխանական եւ մերթ իշխանական քաղաքական ուժերը, գործիչները, լրատվամիջոցները, թե բա Հայաստանի շրջափակումը վերացված է, Ադրբեջանը այն վերացրել է իբր թե եւ մենք Ադրբեջանի տարածքով ստանում ենք ռուսական ցորեն եւ ղազախական ցորեն։ Նախ Հայաստանի շրջափակումը վերացված չէ, այն որ Հայաստանի Հանրապետությանը անհրաժեշտ ինչ որ X քանակությամբ ցորեն Ադրբեջանի տարածքով Ռուսաստանից եւ Ղազախստանից բերվում է Վրաստան եւ Հայաստան, դա դեռ չի նշանակում, որ շրջափակումը վերացված է։ Շրջափակումը կվերացվի այն ժամանակ, երբ որ բացվեն օրինակ Ղազախ-Իջևան երկաթուղին եւ ավտոմայրուղին, Երասխավան Սադարակ երկաթգիծը, Մեղրի տարածաշրջանով անցնող երկաթուղիները, որտեղ հայ սահմանապանները կկանգնեն եւ կվերահսկեն ադրբեջանցիներին եւ ադրբեջանական բեռները։ Այդ ժամանակ նոր կբացվի։ Իսկ այն ինչ որ հիմա տեղի է ունենում, ընդհանրապես աշխարհակաղակական տրանսպորտային վերաբաշխում է։ Թուրք-ադրբեջանական տանդեմը եւ նրանց թիկունքում կանգնած ուժերը ընդհանրապես նվազեցնում են Հայաստանի կախվածությունը էսպայի դրությամբ Ռուսաստանից։ Իդեպ Ռուսաստանն է ակտիվ սրան մասնակցում է։ Ենթադրում են, որ պաշտոնական Մոսկվան համաձայնեցված հանձնում է Հարավային Կովկասը թուրք-ադրբեջանական տանդեմին եւ նրանց տերերին։ Սա այ հարց է։ Հետագայում հարգելի հայրենակիցներ, այս բոլոր գործընթացների արդյունքում նաեւ Վրաստանն է դուրս մղվելու որպես ուրեմն լոգիստիկ հանգույց դեպի Հայաստան բեռներ տեղափոխելու համար։ Հիմնականում բեռները պետք է տեղափոխվեն Ռուսաստանից կամ Ղազախստանից կամ Թուրքմենստանից Ադրբեջան եւ այնտեղից այսպես կոչված Զանգեզուրի միջանցքով կանցնեն նաեւ կգան դեպի Հայաստան։ Իհարկե դա կախված է Ադրբեջանի ցանկությունից։ Բայց ինչ ուրիշ հարց է հետաքրքրում։ Հարգելի հայրենակիցներ, դուք հեչ հարցրել եք ձեզ, թե օրինակ այսքան ուրեմն ոգեշնչության արդյունքը որ ինչով է պայմանավորված, ասենք բեռները տեղափոխվում էին Ռուսաստանից Վրաստան, Վրաստանով Հայաստան կամ Ղազախստանից Ռուսաստան, Ռուսաստանից Վրաստան եւ Հայաստան, դա մեզ համար մեկ էր։ Հայ սպառողի համար կարևոր է այս պարագայում ապրանքների էժանացումը։ Որևէ մեկը հարգելի հայրենակիցներ մեզ ասել է, որ ցորենի գինը էժանանալու է, հացի գինը էժանանալու է։ Ոչ ոք չի ասել։ Եվ ես շատ զարմացած եմ, թե մեր հասարակության հատկապես այդ նիկոլական հատվածը ինչի վրա է ուրախանում։ Ինչի վրա եք ուրախանում, հարգելիներս։ Որ եթե հացահատիկը չի էժանանում, եթե ալյուրը չի էժանանում, ինչի վրա եք ուրախանում, որ ել ավելի եք թուրքերից կախվածության մեջ ընկնելու, դա իր ժամանակը ունի եւ եթե այսպես շարունակվի, մենք ոչ թե կդառնանք թուրք-ադրբեջանական վիլայետ, այլ կդառնանք ընդհանրապես սանջակ։ Երևան կենտրոնով։ Դուք այդպես հպարտացեք։ Հաջորդիվ լինելու են ել ավելի մեծ հարվածներ եւ ամենակարևոր հարվածը թուրք-ադրբեջանական տանդեմը հասցնելու է Հայաստանի գյուղատնտեսությանը։ Դուք սպասեք։